1918 թվականի մայիսի վերջին Անդրկովկասի արևելյան շրջաններում բնակվող կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը հռչակեցին պետություն, այն անվանելով Ադրբեջան։ Ադրբեջանը Ատրպատականի հնչյունափոխված անվանումն է։ Ատրպատականը եղել է Մարաստանի և իրանական աշխարհի մասը և երբեք չի տարածվել Արաքս գետից հյուսիս։ Atrapatan is first mentioned by classical authors. Ատրպատականը սկզբնապես հիշատակվում է անտիկ հեղինակների մոտ, ինչպիսիք են Ստրաբոնը, Պլինյուս Ավակը, Պտղոմեոսը և բազմաթիվ այլ անտիկ աղբյուրներ։ Դրանցում խիստ հետևողականորեն նշվում է, որ Ատրպատականն այն շրջանն էր, որ գտնվում էր Արաքսից հարավ, որն այսօրվա իրանական Ադրբեջանն է։ Չկա այնպիսի միավոր, ինչպիսին է Ադրբեջանը Արաքսից հյուսիս, իրանական Ադրբեջանից հյուսիս նման պատմական միավոր երբևէ գոյություն չի ունեցել, և միայն սկսած 1918 թվականից նման միավոր ստեղծվեց գերազանցապես քաղաքական նկատառումներով։ In late May of 1918, when such an entity was created, mostly in a political aspect. Արաքսից հյուսիս ընկած տարածքները Ադրբեջան չի կոչում նաև ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս Կուլի աղա Բաքի Խանովը, որը ստեղծագործել է 19-րդ դարի առաջին կեսին։ Ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը կեղծում է նաև իր պատմահոր աշխատությունները։ Իրենց պատմագրության հայրը Բաքի Խանովը գրել է Դաղեստանի և Շիրվանի պատմությունը, մինչդեռ այսօրվա ադրբեջաներեն թարգմանությունը ասում է Ադրբեջանի պատմությունը։ Երկու լրիվ տարբեր անվանումներ, իրենց պատմության հիմնադիրն է դրել այս երկրի անունը։ Նա միշտ խոսում է Ատրպատականի և Հայաստանի մասին, Ատրպատականի Արաքսից հարավ գտնվող Ատրպատականի մասին, մինչդեռ ադրբեջաներեն այսօրվա թարգմանությունների մեջ այդ անունները հանված են։ Իսկ երբևէ Արաքսից հյուսիս գտնված տարածքը չի կոչում Ատրպատական կամ Ադրբեջան, այլ Շիրվան և Դաղեստան։ Իր հուշերում հայտնի գեներալ քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանի գերագույն տիրակալի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Դենիկինը գրում էր. Ադրբեջանական հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, ոչ իսկական, սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից։ Արհեստական տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը, և միավորված թուրքական քաղաքականությամբ, որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում։ Արհեստական պետականություն։ Ավելի անհեթեթ է ադրբեջանցի էթնիկ ինքնանվանումի պատմությունը։ Մինչև 1936 թվականը նրանց կոչում էին կովկասյան թաթարներ կամ կովկասյան թյուրքեր։ Հենց այդպես էին նրանք կոչվում 1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի ժամանակ։ Եվ միայն 1936 թվին ԽՍՀՄ նոր սահմանադրության ընդունումից առաջ Ստալինի հրամանով Ադրբեջանի թյուրքերեն լեզուն վերանվանվեց ադրբեջաներեն, իսկ Ադրբեջանի թյուրքերը ադրբեջանցի։ Այդպիսին է իրականությունը։ Ժողովրդի ինքնանվանումը ստեղծվել է հարևան Իրանից գողացված Ադրբեջան անվան հիմքի վրա Ստալինի հրամանով։ Անդրկովկասի արևելքը Ադրբեջան կոչելով պանթուրքիստ գործիչները հեռահար նպատակ ունեին այն հայտարարել հյուսիսային Ադրբեջան, իսկ հետագայում դրանից և իրանական Ադրբեջանից ստեղծել մեկ թուրքական պետություն։ Այսօր այդ ուղղությամբ քայլերն ավելի ակտիվացել են։ Եվ պատահական չէ, որ ապօրինի հիմքի վրա ստեղծված պետությունը նույնչափ ապօրինի հավակնություններ ունի հարևան երկրների նկատմամբ, որոնց ժողովուրդները բնիկ են և ունեն իրենց հողի հետ կապված հազարամյակների պատմություն։ 1968 թվականին Երևանում նշվեց մայրաքաղաքի 2750-ամյակը, ինչը դարձավ ավանդական։ Ամեն տարի հոկտեմբեր ամսին հայերը նշում են իրենց մայրաքաղաքի տոնը։ Դրան հակադրվելու և Երևանի պատմությունը կեղծելու միտում ուներ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 2011 թվականին
Երևանի բերդի 500 ամյակը միջոցառումը, որը հովանավորում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանցիներն ասում են, թե իբր Երևանը հիմնել է 16-րդ դարի սկզբին Ռևան Գուլի խանը, որի անունից էլ գալիս է Երևանի անվանումը։ Առնվազն տգետ պետք է լինել նման բան ասելու համար, քանի որ 16-րդ դարից առաջ մի քանի տասնյակ անգամ հիշատակվում է Երևանն իր բերդով։ Հիշենք, որ դեռևս 7-րդ դարում Երևանի բերդը դիմադրում է արաբներին, մնալով աննվաճ։ 1387 թվականին պայքարում է Լենգ Թեմուրի դեմ։ Ի վերջո ինչպես կարող էր Երևանը հիմնվել 16-րդ դարի սկզբին եւ անվանակոչվել Ռևան Գուլի խանի անունով, երբ դրանից 2 դար առաջ 14-րդ դարի առաջին կեսին մոնղոլ տիրակալներ Աբու Սաիդը եւ Անուշիրվանը դրամներ են թողարկել Երևան քաղաքում, նշելով դրանց վրա քաղաքի անունը։ Պետական մակարդակի բարձրացված ադրբեջանական կեղծարարությունը չի սահմանափակում միայն մայրաքաղաք Երևանի պատմության կեղծումով, այլ վերաբերում է ամբողջ Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Դեռևս 1990-ական թվականներին Ադրբեջանի նախորդ նախագահը Հեյդար Ալիևը, որը ներկայիս նախագահի հայրն էր, հանձնարարեց ադրբեջանցի պատմաբաններին կեղծել եւ վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը հօգուտ Ադրբեջանի։ Կեղծարարությունն Ադրբեջանում դարձել է պետական պարտադրանք։ Ադրբեջանում դեռևս խորհրդային ժամանակներում եղել է լավ դպրոց, սակայն դժբախտաբար այն զգալի չափով ճնշված է։ Այն մարդիկ, որոնք ընդհանրապես համարձակվում են ինչ-որ բան ասել, նրանց հետապնդում են։ Հետապնդում են մարդիկ, որոնց նշանակել են քաղաքական մոտիվներով եւ որոնք բավականին հեռու են գիտությունից։ Սա ցավոք ներկայիս ադրբեջանական գիտության խնդիրն է, ներկայիս հումանիտար գիտության խնդիրը։ Միայն այն բանի համար, որ մարդը պատմական օբյեկտիվ փաստերի հիման վրա եկել է ինչ-որ եզրակացությունների, եթե այդ եզրակացությունները ձեռնտու չեն քաղաքական ղեկավարությանը, դա դեռ պատճառ չի նրան հետապնդելու։ Անցյալում գիտությունը կրոնի աղախինն էր, իսկ հիմա դարձնում են քաղաքականության։ Պետական մակարդակի կեղծարարության արդյունքում ադրբեջանական հայտարարվեցին ոչ միայն հայկական հողերն ու մշակույթի հուշարձանները, այլև մյուս ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Օրինակ, Պարսկաստանի Սեֆեֆյան թագավորությունը հայտարարվեց ադրբեջանական պետություն, իսկ միջնադարի աշխարհահռչակ պարսիկ բանաստեղծ Նիզամին ադրբեջանցի թուրք։ Նիզամիի հետ կապված վերջերս իմացվեց, որ նրա գերեզմանին գրված պարսկերեն բանաստեղծությունները ջնջվել են։ Նույն ինքը Նիզամին, երբ կենդանի էր, նրան խնդրեցին, որ մի բանաստեղծություն ասի թուրքերենով, եւ նա այս երկու բեյթով պատասխանեց. Թուրքի վարքը մեզ հարիր չէ, թուրքերեն խոսքը մեր գինը չէ, թե նա ով ազնվազարմ է, նրան ազնիվ խոսք է հարիր։ Այսինքն դա նշանակում է, որ ես պարսիկ եմ եւ պետք է պարսկերեն խոսեմ, իսկ ինձ հարիր չէ, որ վայրի թուրքական լեզվով խոսեմ։ Ադրբեջանական կեղծարարության կարևոր հիմնադրույթներից մեկն էլ այն է, թե հայերը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ապրել 15-րդ դարից առաջ։ Ասվածի անհետեթությունը հասկանալու համար բավական է մի հայացք գցել աշխարհի նշանավոր քարտեզներին, որոնց հեղինակներն ու հրատարակիչները ի դեպ հայեր չեն։ Հերոդոտոսը իր աշխատանքների մեջ նշում է Հայաստանը, նշում է նրա գտնված վայրը, Տիգրիսի եւ Եփրատի գետերի շրջապատում ներսում դրանցից հյուսիս գտնված տարածքը, իսկ գերմանացի եւ անգլիացի քարտեզագետները, որ տարիներ հետո նրա բացատրությունների վրայով կառուցել են աշխարհի քարտեզը, գծել են աշխարհի քարտեզը, աշխարհի քարտեզում նրանք նշել են Հայաստան, Արմենիա անվանումը, համարյա աշխարհի կենտրոնում է գտնվում։ Իսկ Էրատոսթենեսը, որ շուրջ 3-րդ դար մեր թվականությունից առաջ հայտնի հույն աշխարհագրագետ եւ պատմաբան էր, նա իր աշխարհի պատմությունը իր բացատրությունների մեջ նույնպես նշում է Հայաստանի անունը եւ նրա
գրվածքների հիմունքների վրա պատրաստած քարտեզները, ինչպես նաև մյուս հայտնի հույն աշխարհագրագետների, մասնագետների պատրաստած գրությունների հիման վրա պատրաստված քարտեզները, բոլորը կենտրոնում ունեն Հայաստանը։ Այս շարքը կարելի է երկար շարունակել ու դիտել հին ու միջին դարերի նշանավոր հեղինակների քարտեզները՝ Ստրաբոն, Պտղոմեոս, 10-րդ դարի արաբ աշխարհագիր Ալ-Իսթախրի։ Դրանցում Հայաստանը մշտապես հիշատակվում է Սև, Կասպից և միջերկրական ծովերի միջև։ Իսկ որտեղ է Ադրբեջանը։ Ադրբեջան ատրպատականը մանրապարսկական շրջան է, որը երբեք չի տարածվել Արաքսից հյուսիս։ Դա վկայվում է անգամ մահմեդական աշխարհագիրների տվյալներով։ Իսլամական քարտեզները, որ բնականաբար պետք է բարեկամ լինեն, իրենց իսլամ երկրներին ավելի կարևորություն տան, այդպես էլ են։ Նրանց Բալխի դպրոցի քարտեզներում մեկ քարտեզ կա, որը կոչվում է Ադրբեջանը, Աղվանքը և Հայաստանը։ Այս քարտեզում Արաքսից հարավ արևելյան շրջանը կոչվում է Ադրբեջան, այսինքն մեր անվանումով Ատրպատական, դրանից հյուսիս, արևմուտք և արևմուտք գտնվում է Արմենիստանը, որը Հայաստանն է, իսկ Քուրի և Արաքսի գետերի շրջանում, Քուրից էլ մինչև ավելի հյուսիս, մինչև Դերբենդ, կոչվում է Աղվանք, Առան արաբերենով։ Երբևէ Ատրպատական Ադրբեջան անունը Արաքսից հյուսիսի վրա չի դրվում։ Որևէ իսլամական քարտեզում ընդհուպ մինչև 1918 թվականը։ با هدف جدا کردن آذربایجان از آذربایجان ایران و بعد در صورت امکان دستاندازی به آذربایجان ایران Դուք գիտեք, որ այդ տեղի անունը Առանն է եղել, և բոլոր հին գրվածքներում այդ տեղը գտնում ենք Առան անվամբ, և Ադրբեջանը Արաքս գետի ներքևն էր։ Նույնիսկ հենց ներկա ժամանակներում էլ այս կողմի Ադրբեջանի տարեցները այնտեղի համար չեն ասում Ադրբեջան, այլ ասում են Առան, և հիշողություններում մնացել է, որ այնտեղի անունը Առան է։ و حتی در همین زمانه ما هم کهنسالان آذربایجان این سو هیچ وقت نمیگن اونجا رو آذربایجان، میگن آران. Պատմության ադրբեջանցի կեղծարարներն իրենց հորինվածքներում ավելի քան զավեշտալի են դառնում պնդելով, թե իբր հայերը կապ չունեն Արմենիայի հետ, քանի որ նրանք իրենց երկիրը կոչում են Հայաստան։ Այո, հայերն իրենց երկիրը կոչում են Հայաստան, թեպետ մյուս ազգերը ամենից ավելի շատ այն կոչում են Արմենիա։ Միևնույն երկրի մի քանի անվանումներ ունենալը սովորական և տարածված երևույթ է։ Վրաստանն օրինակ վրացերեն կոչվում է Սաքարթվելո, ռուսերեն Գրուզիա, անգլերեն Ջորջիա, հայերեն Վրաստան, թուրքերեն Գյուրջեստան։ Պնդել, թե Հայաստանը և Արմենիան տարբեր երկրներ են, նույնքան ծիծաղելի է, որքան պնդել, թե Սաքարթվելոն, Գրուզիան, Ջորջիան, Վրաստանը և Գյուրջեստանը 5 տարբեր երկրներ են։ Կամ էլ պնդել, թե գերմաներենի Դոյչլանդը, ռուսերենի Գերմանիան, անգլերենի Ջերմանին, ֆրանսերենի Ալեմայնը, սկանդինավյան լեզուների Թիսկլանդը, լեհերենի Նիեմցին, ֆիներենի Սաքսան 7 տարբեր երկրներ են, այլ ոչ թե միևնույն Գերմանիան։ 16-րդ դարի սկզբից ընթացող թուրք-պարսկական պատերազմներն ամայացրին Հայաստանը, կրճատեցին նաև հայ բնակչության թիվը։ Դա օգտագործելով պատմության ադրբեջանցի կեղծարարները փորձում են պնդել, թե 17-րդ դարում այս տարածաշրջանում հայեր չեն ապրել։ Թե որքան ծիծաղելի է նման պնդումը կարելի է հասկանալ այդ ժամանակաշրջանի շատ չեզոք մի աղբյուրից՝ ֆրանսիացի հայտնի ճանապարհորդող Ժան Շարդենի տեղեկություններից։ 1673 թվականին, լինելով Երևանում, որն այդ ժամանակ գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, նա նկարել է քաղաքը, իսկ նկարն իր հուշագրությունների գերմաներեն հրատարակության մեջ զետեղելով այն վերնագրել է Երևան, Հայաստանի մայրաքաղաք։ Շեշտենք, Հայաստանի, այլ ոչ թե որևէ այլ երկրի։ Երևանի պատմությունը խեղաթյուրելու նպատակով
ադրբեջանցի կեղծարարները փորձում են օգտագործել ռուսական կայսրության թողարկած Երևանի գրավման համար հուշամեդալը եւ ռուս մարտանկարիչ Ֆրանս Ռուբոյի Երևանի բերդի գրավումը 1827 թվականի հոկտեմբերի 1-ին կտավը։ Քանի որ դրանցում Երևանը ներկայացված է մզկիթներով, ադրբեջանցի կեղծարարները եզրակացնում են, թե Երևանը եղել է ադրբեջանական քաղաք։ Նման անլուրջ տրամաբանությամբ ամբողջ մահմեդական աշխարհը պետք է հայտարարել ադրբեջանական։ Ֆրանս Ռուբոյի կտավը ստեղծվել է 1893 թվականին։ Ինքը հեղինակը ծնվել է 1856-ին, այսինքն բերդի գրավումից 29 տարի հետո, եւ ցանկանալով շեշտել պարսկական զորքերի անձնատուր լինելու ռուսներին, նա կտավում պատկերել է պարսկական մզկիթ։ Նույնպիսին է մոտեցումը Երևանի գրավման համար հուշամեդալի վրա։ Պարսկական մզկիթների պատկերման նպատակն էր Պարսկաստանի տիրապետությունից Երևանի անցումը Ռուսաստանին նշանավորելը, իսկ որ Երևանը որպես Արևելյան Հայաստանի կենտրոն եղել է նաև Պարսկաստանի կարևորագույն քաղաքներից մեկը, հայտնի փաստ է։ Այդ են վկայում նաև 16-ից 19-րդ դարերի ընթացքում բազմաթիվ պարսիկ շահերի կողմից Երևանում թողարկված մեծ քանակությամբ դրամները, որոնք կրում են Զարբե Իրավան, այսինքն թողարկված է Երևանում մակագրությունը։ Այս ամենը, սակայն, վերաբերում է Պարսկաստանին եւ ոչ թե Ադրբեջանին։ Այսօր էլ Երևանում, աշխարհի առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի կենտրոնում, վեր է խոյանում կապույտ մզկիթը, որը մահմեդական մշակույթի հրաշալի հուշարձան է։ Եվ քանի որ մզկիթը 18-րդ դարի պարսկական հուշարձան է, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այն հանձնել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տնօրինմանը։ Նույնպիսի արդար մոտեցում է ցուցաբերվել նաև Երևանի մերձակայքում գտնվող մեկ այլ մահմեդական հուշարձանի նկատմամբ։ 1413 թվականին կառուցված թուրքմենական Կարակոյունլու պետության դարաշրջանի դամբարանը հանձնվել է Թուրքմենստանի դեսպանատան տնօրինմանը։ Իդեպ, թուրքմենական Կարակոյունլու պետությունը ևս ադրբեջանցի կեղծարարները հայտարարում են ադրբեջանական։ Ադրբեջանցի կեղծարարների սիրելի թեմաներից է Երևանի մզկիթների խնդիրը։ Աղբյուրներում նշվում է, որ 19-րդ դարում Երևանի բերդի տարածքում կար 2 մեծ մզկիթ, իսկ մերձակայքում ևս 6 փոքր մզկիթ։ Այսօր Երևանում պահպանվել է 2 մեծ մզկիթներից մեկը՝ Կապույտ մզկիթը։ Մյուսներն ավերվել են խորհրդային իշխանության տարիներին։ Հայտնի իրողություն է, որ աթեիզմն իրենց դրոշ դարձրած խորհրդային իշխանությունները ամբողջ ԽՍՀՄ տարածքում տասնամյակներ շարունակ ավերում էին հավատքի տաճարները։ Երևանում այդ տարիներին ավերվեցին հայկական քրիստոնեական բազմաթիվ հուշարձաններ։ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, որ հիմնվել էր 5-րդ դարում, ավերվեց 1930-ական թվականներին։ Երևանի կենտրոնում ոչնչացվեց 12-ից 13-րդ դարերի կառույց կաթողիկե Սուրբ Աստվածածին Վեհաշուկ եկեղեցին։ Ավերվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գեթսեմանի, Սուրբ Սիմոն Ծերունի, Մլերի եկեղեցիները, Կոզերնի միջնադարյան գերեզմանոցը եւ պատմական արժեք ունեցող այլ շինություններ։ 1938 թվականին, չնայած հայ մտավորականության բազմաթիվ դիմումներին ու բողոքներին, իշխանություններն ավերեցին Երևանի բերդի պահպանված հատվածները, տեղում կառուցելով գինոգործարան։ Ավերվեց անգամ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին, որը 19-րդ դարի Վեհաշուկ ճարտարապետական կառույց էր։ Իսկ 1913 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին 1930-ական թվականներից դադարեց եկեղեցի լինելուց, վերածվելով կինոթատրոնի։ Սա է իրողությունը։ Իսկ խորհրդային իշխանությունների կողմից Երևանում 1 մեծ եւ 6 փոքր մզկիթների ավերումը հայերին վերագրող ադրբեջանցի կեղծարարներին պետք է հարցնել, չէ՞ որ նույնը կատարվել է նաև խորհրդային Ադրբեջանում։ Հիշենք թեկուզ նշանավոր Բիբի Էյբատ մզկիթի պայթեցումը 1936 թվականին,
կամ էլ նույն թվականին ռուսական Ալեքսանդրո Նևսկի վեհաշուկ տաճարի ավերումը Բաքվում։ Ինչու Ադրբեջանի հավատացյալ բնակչությունը չպահպանեց դրանք խորհրդային իշխանություններից։ Ի վերջո, ադրբեջանցի կեղծարարները պետք է չմոռանան, որ Ադրբեջանի անկախացումից հետո Բաքվում եւ մերձակայքում իրենց իսկ կողմից ավերվեցին մսկիթներ, ինչի դեմ բողոքում էին հենց ադրբեջանական լրատվամիջոցները, Կովկասի մուսուլմանների վարչությունը եւ անգամ Թուրքիայի մահմեդականները։ Այդ խնդիրը հատուկ քննարկման առարկա դարձավ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկուցագրում։ Ովքեր են այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող բնիկ ժողովուրդները, որոնք կարող են համարվել պատմական աղվանքի Կովկասյան Ալբանիայի օրինական ժառանգներ։ Арабские источники выделяют две группы племен. Արաբական աղբյուրները աղվանքի Կովկասյան Ալբանիայի տարածքում առանձնացնում են ցեղերի երկու խումբ։ Մի ցեղախումբը բուն աղվանական ցեղերն են, երկրորդը կոչվում էր Լագզանիա։ Это, Лакзер. видимо, народы, племена, которые были близки к современным лезгинам. Լագզերը ժամանակակից լեզգիների նախնիներն են։ Բուն աղվանական ցեղերից 20-րդ դարի վերջին հասել են նաև ուդիները։ 1980-ական թվականների վերջից սկիզբ առած Ղարաբաղյան շարժման տարիներին Ադրբեջանի իշխանությունները ուդիներին որպես հայերի վտարեցին հանրապետության տարածքից։ Նրանք հիմնականում ապաստան գտան Հայաստանում։ Originally, the area Սկզբնապես այս շրջանը կոչվում էր Ալբանիա, բայց նույնիսկ համաձայն Ստրաբոնի շուրջ 26 եւ ավելի լեզուներով էին խոսում այդ շրջանում։ Այսպիսով մենք ունենք շատ բազմազան կովկասյան տարրեր, իրանական ազդեցությունը շատ ուժեղ էր, կար իրանական տարը, մինչ օրս կա շատ մեծածավալ թալիշախոս փոքրամասնություն, երկրի արևմուտքում կար նաև հայկական also տարը։ existed in the western regions of the country. Պատահական չէ, որ խորհրդային բռնատիրության քայքայման հենց սկզբում առաջինը հայերը բարձրացրեցին ազատագրական շարժման դրոշը, հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն։ 1990-ական թվականներին Ադրբեջանի տարածքում ոտքի կանգնեցին նաև մյուս բնիկ ժողովուրդները։ Թալիշները հռչակեցին Թալիշ Մուղանյան հանրապետությունը, իսկ լեզգինները բարձրացրին ազատ Լեզգիստանի դրոշը։ Այս երկու շարժումներն էլ ճնշվեցին զենքի ուժով, եւ նրանց առաջնորդները հայտնվեցին վտարանդիության մեջ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ անհնար է ոչնչացնել բնիկ ժողովուրդների ազատագրական ոգին, երբ նրանք ապրում են հայրենի հողում։ Հայ պատմաբանները որպես օրինաչափություն չեն պատասխանում պատմության ադրբեջանական կեղծարարներին։ Նրանց մի մասն ուղղակի պատվից ցածր է համարում նրանց մակարդակին իջնելը, մյուսներն էլ հետևելով ժողովրդական խոսքին, որ ստի ոտքերը կարճ են լինում, թողնում է, որ ժամանակն ինքը տա պատասխանը։ Ученые МГУ, проведя исследование учебников истории всех стран СНГ, Մոսկվայի պետհամալսարանի գիտնականները ուսումնասիրելով ԱՊՀ բոլոր երկրների պատմության դասագրքերը փաստեցին, որ անկախ պետությունների համագործակցության երկրներից միայն երկուսը, միայն Հայաստանն ու Բելոռուսը չեն խեղաթյուրել իրենց սեփական պատմությունը, ընդհանուր պատմությունը մեր ընդհանուր հայրենիքի, մենք գրեթե 200 տարի միասին ենք եղել, չեն խեղաթյուրել հարևանների պատմությունը, այսինքն, ինչպես ասում են, պահպանել են իրենց խիղճը, իրենց ճշմարտությունը եւ պատմության ճշմարտացիությունը։ свою правду и правду истории. Ադրբեջանական կեղծարարությունը բարձրացված է պետական մակարդակի։ Պետական վարչակարգը միջոցներ չի խնայում աշխարհով մեկ իր պատվերով ստեղծած կեղծիքները քարոզելու համար։ Եվ որ ամենաահավորն է, այդ կեղծարարությունը տեղ է գտնում դպրոցական դասագրքերում։ Դրանով թունավորվում են ադրբեջանցի երեխաները մանուկ հասակից։ Դասագրքերում երեխաներին սուտ հավաստիացնում են, թե Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական հուշարձանները ստեղծել են իբր թե իրենց նախնի քրիստոնյա ադրբեջանցիները։ Մինչդեռ իրենց բանակի միջոցներով ադրբեջանական իշխանությունները օրը ցերեկով
ոչնչացրեցին հազարավոր քրիստոնեական խաչքարեր Ջուղայում եւ այլ հուշարձաններ ողջ Ադրբեջանի տարածքում։ Ակամա հիշում եւ ցանկանում ես Ադրբեջանի իշխանություններին հիշեցնել Աբրահամ Լինքոլնի հայտնի միտքը։ Դուք կարող եք հիմարացնել ամբողջ ժողովրդին ինչ որ մի ժամանակ կամ ժողովրդի մի հատվածին հիմարացնել անընդհատ, բայց չեք կարող անընդհատ հիմարացնել ամբողջ ժողովրդին։